Դեկտեմբերի 30, 2015 թվական, ժամը 10:15, Արարատի մարզ, գյուղ Նորամարգ։ Լույսը բացվելուն պես գյուղացիներից մեկը ամեն օրվա սովորությամբ գնում է համագյուղացի ընկերոջ 1946 թվականին ծնված Վալերի Մուսայելյանի տուն միասին սուրճ խմելու և կաթ գնելու։ Դարպասը բաց էր, տան դուռը նույնպես։ Ներս մտնելով հատակին տեսնում է ընկերոջ առնաշաղախդին։ Դեկտեմբերի 30, ժամը 10:30, ահազանգ ոստիկանության Մասիսի բաժին։ Զանգահարողը Նորամարգի գյուղապետն էր, հայտնում էր, որ գյուղի Ազատության փողոցի 10-րդ տանը տղամարդու դի կա։ Արդեն րոպեներ անց օպերատիվ խումբը դեպքի վայրում սկսել էր աշխատանքը։ Ոստիկանների աչքից չվրիպեց պարտքատերերի մեծ ցուցակը։ Տղամարդու մարմնի վրա 1 տասնյակից ավելի սուր կտրող ծակող, նաև բութ գործիքի հետքեր կային։ Տանտերը մահացել էր ժամեր առաջ։ Հետաքրքիրն այն էր, որ տան դուռը բացվել էր ներսից, և հնարավոր էր, որ սպանողը տանտիրոջ ծանոթն էր եղել։ Դեկտեմբերի 30, ժամը 11:50, Ոստիկանության Մասիսի բաժնում հրավիրվեց խորհրդակցություն։ Վալերի Մուսայելյանը գյուղում հայտնի էր որպես պարտքով գումար տվող, նրան շատերն էին պարտք։ Առաջ քաշվեց միանգամից 8 վարկած։ Գյուղը լարված էր, ով կարող էր նման դաժանությամբ սպանել բոլորի կողմից հարգված տարեց մարդուն։ Առաջ քաշված 8 վարկածները զտվելով հասան 2-ի, կասկածյալները նույնպես։ Նրանցից մեկը նորամարգցի էր, որը Մուսայելյանին պարտք էր 2,364,000 դրամ։ Մյուսը գյուղի էլեկտրացանցի տեսուչն էր, որը ոստիկանների ստացած տեղեկություններով հաճախում էր խաղատուն և վերջերս մի քանի անգամ մեծ գումարներ էր տանուլ տվել։ Կասկածել էր նաև այն, որ 1986 թվականին ծնված Հովհաննես Թորգոմյանը, նույն ինքը գյուղի էլցանցի տեսուչը, դեկտեմբերի 30-ից գյուղում չէր։ Սկսեցինք որոնողական աշխատանքները Հովհաննես Թորգոմյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վերջինս գտնվում է Մարտունի քաղաքում իր քենու տանը։ Սույն թվականի հունվարի 8-ին Հովհաննես Թորգոմյանը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ սպանությունը կատարել է ինքը։ Կասկածյալը ոստիկաններին մանրամասներ ներկայացրեց։ Իսկապես հաճախում էր խաղատներ։ Այդ օրն էլ բնակիչների էլեկտրաէներգիայի համար վճարած գումարները տանուլ տված էր վերադարձել գյուղ։ Հետո հիշել էր, որ համագյուղացի Վալերի Մուսայելյանը պարտքով գումար է տալիս և ըստ իր պատմածի որոշել էր գողություն անել։ Սկսել փող թուրինց գնամ, բայց շում եմ, ու տենց սկսել ենք խփել, քաշքշել է սկզբից էլ, հետո խփել, դանակը վերցնել բան, այդ բան ինքն էլ է բարձրացա, դանակը ձեռս խփել եմ։ Հունվարի 11 ժամը 16:00, Նորամարգի բնակիչ 1986 թվականին ծնված Հովհաննես Թորգոմյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։